Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ստեփանյան, վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն աչքի են ընկնում արցախցիների նկատմամբ իրենց անհանդուրժող կեցվածքով, ավելի ճիշտ կլինի ասել այդ կեցվածքը ի ցույց դնելով։ Եթե նախկինում օգտագործում էին արցախցի քույրեր, եղբայրներ եւ նմանատիպ այլ ձևակերպումներ, ապա վերջին շրջանում ասում են Արցախից փախածներ, ավելին Արցախի Հանրապետություն ձևակերպումը պատերազմի կոչ են համարում եւ այսպես շարունակ։ Ձեր գնահատմամբ ինչով է այս իրողությունը պայմանավորված եւ այս երևույթները արցախցիների շրջանում ինչ արձագանք են գտնում։ Նախ ձևակերպումը շատ ճիշտ էր այն առումով, որ վերջին շրջանում ի ցույց են դնում, որովհետեւ մինչ դա կար դա հենց առաջին իսկ օրից, տեղանությունից հետո, երբ որ հայտնվեցինք եկանք Հայաստանի Հանրապետություն, այդ առաջին իսկ օրից սկսած պետական մակարդակով նման քարոզչություն է իրականացվել, բայց դա քողարկվում էր այսպես կոչված քույրեր եւ եղբայրներ, սիրելի հայրենակիցներ տերմինաբանության ներքո, գոնե ամենաբարձր մակարդակով չէր արվում։ Այո, գոնե ամենաբարձր, բայց դրսևորումները պարբերաբար եղել են, այսինքն հնարավոր չէր դա ամեն ինչը այդպես քողարկած պահել, օրինակ հիշեք պատգամավորներից մեկի Գուրգեն, թե Գագիկ Մելքոմ։ Երկու անունն էլ ունի, չգիտենք որով կոչվում։ Այդ պատգամավորը, որ ասում էր թող իրենց հյուրի նման պահեն, մեկ ասում է թող տնավորվեն, մեկ ասում է թող հյուրի նման պահեն, հիմա չես հասկանում թե ինչն է իրենց նպատակը եւ հետո ազգային ժողովի նախագահի կողմից նմանատիպ մեղադրանքներ ու ատելության խոսքի տարածում բարբերաբար իշխանությանը սպասարկող մեդիա միջոցների կողմից հատկապես կհիշեք երևի շատ ակտիվ էին 2025-ի մարտին, երբ որ մեծ հանրահավաք եղավ Ազատության հրապարակում, ինչ որ թեզեր էին տարածում, Ղարաբաղյան կլանը գլուխ է բարձրացնում եւ այլն, մարդկանց մեղադրում էին ամեն ինչի մեջ։ Սա առանց գրամ անգամ կասկածի պետական քարոզչամեքենայի ձեռագիրն է, որի վերևում կանգնած է հենց երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որևէ կասկած սրանում չկա եւ դրա դրսեւորումը մենք շատ ցցուն ձևով տեսանք հայտնի մետրոյի դեպքով, երբ որ ուղակի չզսպելով իր էմոցիաները սկսեց ուրեմն արտահայտել այն ամեն ինչը նախորդի ժամանակահատվածում տարբեր քաղաքական իշխանական դերակատարների կողմից կամ նրանց սպասարկող մեդիայի կողմից դաշտ էր նետվում։ Ու հաշվի չառնելով, որ գործ ունենք զոհված ազատամարտիկի դստեր հետ, ով առաջի պատերազմում իր կյանքն էր կորցրել Արցախի։ Այո, բայց հավանաբար չգիտեր, որ թե ում հետ գործ ունի, ես չեմ կարծում, որ ինքը գիտեր, որ կոնկրետ Մերուժան Մոսյանի դստեր հետ գործ ունի, բայց գիտեք, դա շատ կարևոր հանգամանք է, որ շեշտադրում եք, հատկապես մարդ, որը մեծացել է առանց հոր եւ որի հայրը իր կյանքն է նվիրաբերել հայրենիքին, այդ մարդու հետ նման ձևով խոսել եւ նման դասեր տալ, այսպես ասած, խրատ կարդալ, դա աբսուրդի ամենավերջին աստիճան է, բայց բացի դրանից ցանկացած տեղահանվածին նման բան ասել, այսօր էլ երևի տեղյակ եք այսօրվա իր հայտարարությունը, բարձում է մենք 30 տարի քաղաքական պատանդ ենք եղել Արցախում, այսօր լրատվամիջոցներից մեկը այդ մասով ինձնից մեկնաբանություն էր ուզում, ու ես ասացի, գիտեք, ես երանի կտայի, որ իմ ամբողջ կյանքը նման քաղաքական պատանդի կարգավիճակում ապրեի Արցախում։ Սա չգիտեմ, ցնորամտության ամենավերջին դրսևորումն է, երբ որ ես օրինակ շատ բան չեմ ասում, երջանիկ 30 հպարտ արժանապատիվ ու երջանիկ կյանք ենք ունեցել Արցախում։ Հաղթանակած։ Այ հաղթանակած եւ հայտնվում է մի մարդ, որ երկրի ղեկավարն է, որ ինձ ուզում է համոզել, որ իմ ապրած այդ 30 տարիները Արցախում դա քաղաքական պատանդառության ժամանակահատված էր։ Սա չգիտեմ էլի այս ցնորամտությունների ինչպես կարելի է մեկնաբանել։ Սա ընդհանրապես արդարացում է եւ ես կարծում եմ, որ սա արդարացում է պատմության առաջ, որովհետեւ ի վերջո պատմությունը ամեն ինչ ասելու է եւ բոլորին իրենց գնահատականը տալու է, անկախ այսօրվա քարոզչությունից, սա պետք է հաշվի առնել։ Միանշանակ ու բոլորին դնելու է իրենց դարակներում։
Եվ սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ արցախցիները չեն շտապում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, իհարկե քաղաքացիություն ստանալ ես ասելով նկատի ունեմ այն ընթացակարգը, որը մեր իշխանություններն են առաջարկում, քանի որ արցախցիները միշտ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եղել ու կապույտ անձնագրեր ունեցել, այնուամենայնիվ փետրվարի տվյալներով այս մարդկանց թիվը 20768 է, ինչու են արցախցիները հրաժարվում Հայաստանի իշխանության առաջարկած օրակարգով քաղաքացիություն ստանալուց, արդյոք պատճառը վերադարձի հույսն է, թե այստեղ նաև այլ պատճառներ կա, որը դեռևս արցախցիներին հետ է պահում այս ընթացակարգից։ Մի շարք պատճառներ կա, որոնց մասին պարբերաբար խոսել ենք, բայց նշեմ, որ վերջին ժամանակահատվածում դինամիկայի աճ կա, այնուամենայնիվ, որովհետև մի մասի մոտ այդ ուրեմն մտահոգությունը վերադարձի հնարավորության հետ կապված ես օրինակ զուտ նաև խորհրդակցելով միջազգային իրավունքի մասնագետների հետ կարող փորձում եմ տեղ հասցնել մեր ժողովրդին, որ արցախցիների նկատի ունեն, որ սրանք փոխկապակցված չեն, այսինքն վերադարձի իրավունքը երբևէ չի վերանում, այսինքն դա անմիջականորեն կապված է հայրենիք, քո երկիր ծննդավայր գաղափարի հետ եւ ցանկացած ժամանակ էլ դա այդ իրավունքը պահպանվում է, եթե անգամ դու այլ երկրի քաղաքացիություն ես ձեռք բերում։ Գիտեք, հարցը նա է, որ բազմաթիվ մարդիկ ասում են, ես քաղաքացի եմ եղել, ինչի համար է ինձ զրկել ու ինձ ստիպում է նորից անցնել այդ երկարատև process-ի միջով։ Ողջամիտ է այս պնդումը, կարծում եմ, որ ողջամիտ է։ Մի մասն էլ ընդունում է խաղի կանոնները, որը կառավարության կողմից է հաստատվել, հատկապես 23 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ, որով 070 անձնագիր կրողներին վերցրեցին ժամանակավոր պաշտպանության ներքո եւ ըստ էության քաղաքացիությունից զրկեցին, այսպես եթե ասենք։ Մի մասը այդպես, մի մասը այդպես, բայց թվերը աճում են, վերջին թիվը դուք հրապարակեցիք ավելի թարմացված կա, շուրջ 35000 մարդ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է վերցրել նոր ընթացակարգով, որոնցից 12000-ը անչափահասներ են, որոնք ծնողների քաղաքացիության հանգամանքով են դարձել, բայց գիտեմ, որ բավականին մեծ թվով նաև դիմումներ կան, սա գիտեք հիմնական պատճառներից մեկը երկու հիմնական նպատակադրությամբ է ակտիվացում եղել, մեկը ընտրությունների մասնակցելու, որտեղ մարդիկ ուզում են նաև իրենց քաղաքական իրավունքներից օգտվել Հայաստանում եւ երկրորդը բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Իսկ այսպես խոչընդոտներ տեսնում են արցախցիները, որ չթույլ տան մինչև ընտրությունները, քանի որ այս պնդումները եւս դաշտում բավական հաճախ են հնչում։ Այո, բավականին հաճախ կա այդ պնդումները, ողջամտորեն կարելի է հասկացել, որ եթե մինչև օրինակ դեկտեմբեր ամիս տրված հայտերը 2 ամսվա ընթացքում եւ խոստումը այդպեսին էր կառավարության լիազոր մարմնի կողմից, որ 2 ամսվա ընթացքում հայտը կուսումնասիրվի եւ շնորհումը կկատարվի քաղաքացիության, հիմա դեպքեր կան, որ 4-5 ամիս տևում է եւ դեռևս քաղաքացիության շնորհում չկա։ Բացատրվում է սա լիազոր մարմնի կողմից որպես ծանրաբեռնվածության հետևանք, որովհետեւ մի անգամից շատ մարդ է դիմել, դրա համար իրենց ունեցած ռեսուրսները չեն ուրեմն բավարարում, բայց կարծես թե խոստում կար, ամենայն դեպս մի քննարկման ժամանակ նման խոստում կար, որ ամենակարճ ժամանակում վերադառնալ երկամսյա ժամկետին։ Եվ նաև գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արցախյան շարժման էջը փակելու անհրաժեշտության մասին, նշում է, որ նոր սահմանադրությունը չպետք է անկախության հռչակագրին հողում կատարի, պնդելով, որ շարժումը շարունակելը նոր պատերազմի դուռ է բացում, այսպես ասած, Հայաստանի համար։ Նախ որքանով է Արցախի մասին խոսելը հարցը օրակարգում պահելը նոր պատերազմի վտանգ ստեղծում ձեր դիտարկմամբ եւ նման հայտարարությունները վերադարձի օրակարգի եւ հնարավորությունների վրա ինչ ազդեցություն են թողնում։ Ես կարծում եմ, որ Արցախի մասին չխոսելն է, որ լրջագույն սպառնալիքներ է ստեղծում եւ ես ամենայն անկեղծությամբ մտածում եմ, որ եւ գերիների նկատմամբ նաև գիտեք, որ այսօր դրա մասին բարձրաձայնվեց վատ վերաբերմունքի եւ մշակութային ժառանգության ոչնչացման արձանագրվող դեպքերը նաև այն պատճառով են, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է արցախցիների կամ Արցախի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից, հակառակը ամեն ինչ մարսում է, ամեն ինչ արդարացնում է Ադրբեջանի կողմից։ Սա, այսինքն սա էլ Ադրբեջանի ձեռքերը ավելի է
ազատում եւ ավելի անպատժելի է իրեն պահում, որովհետեւ առաջին երկիրը, որը որ պետք է ձայն բարձրացնի բողոքի ընդդեմ նման հանցագործությունների, որ գործում է Ադրբեջանի կողմից, դա չի անում։ Եթե նա չի անում, օրինակ ֆրանսիացին շատ հանգիստ կարող ասել, գիտեք ինչ, ես չեմ կարող հայից ավելի հայ լինել։ Ինչու՞ պիտի մեզ համար իր հարաբերությունը փչացնի Ադրբեջանի հետ։ Այո, նույնը ասելու է ռուսը, նույնը ասելու է ամերիկացին, այսինքն եթե դու պահանջատեր չես, ապա ինչ ես ակնկալում ինձանից։ Շատ տրամաբանական պնդում է։ Իհարկե մենք փորձում ենք ասել, որ նման արժեքները համամարտկային են, մարդասիրական արժեքները կամ մշակույթի պահպանությունը, բայց ամեն դեպքում մենք չպետք է նաև կտրվենք գետնից, պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերություններում պետություններն են առաջնային դերակատարները եւ այն պետք է այդ օրակարգը Հայաստանի Հանրապետության միջոցով դրվի սեղանին։ Ինչ վերաբերում է թեման փակելուն, գիտեք, անընդհատ սրա մասին խոսում է, բայց մենք տեսնում ենք, որ ինքը չի հասնում իր այդ նպատակին եւ դրա համար անընդհատ ինքը ստվերի դեմ է, այսպես ասած, պայքարում։ Անկամ իրեն ընտրող քաղաքացիների մի որոշ մասը չեն աջակցում այդ օրակարգին։ Այո, նաեւ կան սոցհարցումներ, որոնք որ ցույց են տալիս, որ Արցախի նկատմամբ հայ ժողովրդի պահանջատիրությունը շարունակվում է պահպանվել բարձր տոկոսով։ Իհարկե, երբեմն այդ դրսևորումները մենք չենք տեսնում, բայց մտքի ծայրում բոլոր շատերն էլ մեծամասնությունը չի հաշտվում Արցախի կորստի գաղափարի հետ եւ գտնում է, որ Արցախը մի օր նորից պետք է հայկական լինի։ Այնպես որ այս պայքարը ես կարծում եմ, որ չի հաջողելու, Ղարաբաղյան շատերն էլ օրինակ պնդում են, ասում են, որ Ղարաբաղյան շարժման էջը այո ավարտվել է, որովհետև դրա արդյունքում ձևավորվել է ազատ եւ անկախ Արցախ։ Արդեն հաջորդ փուլը Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարն էր, որը Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած իշխանության թեթև ձեռքով նման հանգրվանի հասավ։ Ասում են Արցախը թոք էր մեր վզին, որից հետո շնչելու հնարավորություն է ստացել Հայաստանի Հանրապետությունը։ Ամենայն Հանրապետությունը։ անկեղծությամբ անգամ վիրավորական է նման բանը մեկնաբանելը։ Սա էլի եմ ասում, սա արդարացում էր, արդարացում է, փորձում է ամեն ձևով արդարացնել, թե պատմության առաջ չգիտեմ, արդարանալ, որ սա էր այն ճանապարհը, որը տեսեք, ասում են անխուսափելի էր կամ դրա գնով մենք Հայաստանի անկախություն ձեռք բերեցինք։ Իսկ ինչ էր եղել Հայաստանի անկախությանը։ Ոչինչ չէր եղել։ Հայաստանը 91 թվականից իր անկախ ճանապարհով գնում է, դեռ մի հատ էլ ուներ երկրորդ հայկական անկախ պետությունը։ Ասում են Հայաստանը մերը չէր, սրանով գտանք։ Դե, չգիտեմ, այդ абսուրդին արդյոք պետք է անդրադառնալ կամ ինչ-որ մեկնաբանություն։ Ես անձամբ չգիտեմ դրան ինչպես պատասխանել, որովհետև абսուրդի ամենավերջին աստիճանն է։ Եվ եթե մենք բուն վերադարձին ենք անդրադառնում, պարոն Ստեփանյան, ինչ նվազագույն պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի այս օրակարգը կյանքի կոչվելու հնարավորություն ստանա, իհարկե հասկանալի է, որ առաջին քայլը Հայաստանում այնպիսի իշխանության առկայությունը պետք է լինի, որը առնվազն չի հրաժարվի եւ հարցը օրակարգում կպահի։ Այ հաջորդ քայլերը այստեղ որը պիտի լինեն։ Վերադարձի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ հաջորդ քայլը միջազգային ֆորմատի ձևավորումն է։ Այսինքն հարթակի ձևավորում, որտեղ որ հնարավոր կլինի խոսել վերադարձի, քննարկել վերադարձի հնարավորությունը ադրբեջանական կողմի հետ։ Այսինքն մենք կտրված չենք գետնից, մենք շատ լավ հասկանում ենք, որ ի վերջո պետք է նստել ինչ-որ մի սեղանի շուրջ եւ խոսել միջազգային երաշխիքների ներքո, միջազգային ներկայությամբ միգուցե այս պահին անգամ այդ հարթակը չկա։ Դուք երևի տեղյակ եք շվեյցարական process-ի մասին, բայց շվեյցարական process-ը որքան էլ որ փորձում ենք առաջ մղել, դեռևս հաջողության չի հասել այն առումով, որ այդ պլատֆորմը չի ձևավորվել, որտեղ որ կողմերը կարող են նստել, ընդ որում դա նրա մասին է, որ կողմեր ասելով մի կողմից Արցախի ներկայացուցիչներ նկատի ունեն, մի կողմից Ադրբեջանի ներկայացուցիչ, անգամ հայաստանյան կողմը չկա, որտեղ բարձ ասում է, որ ես այդ քննարկումների կողմ չեմ։ Այսինքն իմ կարծիքով հաջորդ քայլը հենց դա պետք է լինի, հասնել նրան, որ տեսեք հիմա Մինսկի խմբի ձևաչափն էլ այլևս գոյություն չունի։ Ձևավորվի որևէ հարթակ, որևէ պլատֆորմ, որի շրջանակներում հնարավոր կլինի նստել եւ խոսել։ Ինչ վերաբերում է պայմաններին, պիտի պայմաններ շատ հստակ հասկանում ենք, որ ադրբեջանական վերահսկողությունը ինչ հետևանքների հանգեցրեց եւ կարող է հանգեցնել ցեղասպանության կամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո 5 օրվա ընթացքում ամբողջ ժողովուրդը 120,000 մարդ
պարզապես լքեց սեփական հայրենիքը, տունը եւ ամեն ինչը։ Հետևաբար սա խոսում է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունը հայերի նկատմամբ հավասարազոր է ցեղասպանության ռիսկի։ Հետևաբար պետք է լինեն այլ պայմաններ, լինի միջազգային երաշխիքներ, լինի միջազգային ներկայություն, բայց այս դետալները պետք է քննարկվի այն պարագայում, երբ որ ձևավորված լինի այդ հարթակը, որտեղ կարելի է նստել եւ խոսել։ Այսինքն այդ քննարկելու ճանապարհը այնուամենայնիվ տեսնում եք, քանի որ Ադրբեջանը գիտենք ինչ միանշանակ դիրքորոշում ունի այս հարցում եւ կարծես թե բացառում է նման հնարավորությունը։ Այո, այս պահին բացառում է նման հնարավորությունը, բայց ես կարծում եմ, որ հարցը միջազգային օրակարգ մտցնելու դեպքում հնարավոր է որոշակի հաջողություններ ունենալ։ Բայց դրանից հրաժարվելը հաստատ մեզ ավելի լավ բան չի տալիս, քան դրա մասին խոսելը կամ այդ օրակարգը առաջ մղել։ Հիմա մի քանի օր առաջ նաև Ֆրանսիա կատարած կամ Ֆրանսիա հետո Բելգիա կատարած այցերի արդյունքով, այսինքն այնտեղ կան մարդիկ, ովքեր որ անդադ դրա մասին են խոսում, որ չպետք է հրաժարվել սեփական իրավունքներից, պետք է դա անդադ առաջ մղել։ Կան ազգեր, կան օրինակներ տարբեր ազգերի դեպքում, որ հարյուրամյակներով են պայքարել իրենց վերադարձի իրավունքի համար եւ ի վերջո հասել են իրենց վերադարձին, այսինքն իրենց սեփականության, իրենց տանտեր լինելու այդ հողի նկատմամբ իրենց իրավունքները վերահաստատելու պայքարով են անցել։ Նույնն էլ հավանաբար մեզ է սպասվում։ Դաշնակիցներ ունենք, միայնակ չենք Այո, ամենակարևորը։ կան մարդիկ, ովքեր որ անընդհատ քաջալերում են, նաև ոգևորում են, որ անգամ այս ամենածանր իրավիճակում պետք է խոսել, պետք է պայքարել դրա համար եւ այդ պայքարում իրենց աջակցությունը հայտնում են։ Պարոն Ստեփանյան, խոսենք նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների մասին, որոնք այս նախընտրական թոհուբոհի մեջ կարծես մոռացության են մատնվել, այսօր հայտնի դարձավ, որ նրանցից ոմանք բռնության են ենթարկվել, եւ ես կարդացի, որ Ռուբեն Վարդանյանն է Հայաստանի օմբուդսմենին նամակով դիմել, խնդրելով դիտարկել, թե ինչպես կարող են իր ընտանիքի անդամները եւ մյուս պատանդների ընտանիքի անդամները ցանկության դեպքում կարողանան Բաքու այցելել եւ տեսակցեն նրանց։ Ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում այս կոչը եւ ինչ է կարծում Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սա թույլ տալ։ Ես կարծում եմ, որ սա լրիվ ամբողջությամբ մարդասիրական դաշտում է եւ ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանի այս կոչը կամ դիմումը ունի բավականին հիմնավոր եւ ողջամիտ հիմքեր եւ կարող է այն կյանքի կոչվել։ Եվ կարծում եմ, որ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը պետք է համապատասխան գործողություններ այս ուղղությամբ ձեռնարկի։ Ես կարծում եմ, որ այսպես խաղաղության գործընթացի շրջանակներում փորձելու են այո իրենց ցույց տալ որպես մարդասիրական կողմ եւ ի վերջո հնարավորություն են ստեղծելու։ Հիմա տեսեք, եթե քաղաքասարակության ներկայացուցիչները անխոչնդոտ գնում գալիս են, եթե այսօր մենք լսում ենք նոր 16 վագոն դիզվառելիքի ներկրման մասին, ինչն է պատճառը, ինչը պետք է լինի պատճառը, որ նրանց հարազատների կամ հարազատների հետ տեսակցությունը հնարավորություն չտան։ Բայց օրինակ նույնիսկ քաղաքասարակությանը նախորդ անգամ չէին թույլատրել, երբ նրանք ցանկություն էին հայտնել տեսակցեն։ Բայց իրավական տեսանկյունից նրանք այդ հնարավորությունն էլ մեծ հաշվով չունեն, ոչ պաշտպանն են, ոչ հարազատն են, ինչի համար պետք է թույլտվություն տան։ Զուտ իրավական ընտանիքի դեպքում ավելի հեշտ կլինի։ Իհարկե, ընտանիքի դեպքում նաև միջազգային պարտավորվածություն է, որ պետք է հասանելիություն ունենան։ Սա մի հարցն է, մյուս հարցը օրինակ Կարմիր խաչը դուրս գալուց հետո, Ադրբեջանին հեռանալուց հետո մեր հայրենակիցները, նրանց հարազատները կորցրել են նաև օրինակ հանձնուկներ փոխանցնելու կամ ծանրոցներ ուղարկելու հնարավորությունից։ Սա էլ չկա, որը մինչ այդ կար։ Սա էլ է հարց, որ այս պարագայում պետք է կարգավորվի եւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը եւս այստեղ անելիք ունի։ Ես կարծում եմ, որ ակտիվ աշխատելու դեպքում ամեն դեպքում կփորձեն նման ժեստ անել մարդասիրական։ Եվ ամենայն անկեղծությամբ ես այդ կարծիքը ունեմ, որ նաեւ գերիների ազատ արձակման մասով միգուցե ինչ որ դրական շարժեր լինեն նախընտրական տրամաբանությամբ։ Սրան է ուզում անդրադառնալ, որտեղ նախորդ շրջանում երբ 4 հայ պատանները վերադարձան, որոշակի հույսեր առաջացան, որ ընտրությունների նախաշեմին կարող են էլի որոշ մարդկանց խումբ վերադառնա Հայաստան։ Սա իրատեսական է այս պահին։ Ես կարծում եմ, որ այո, դա շատ մեծ հիմքեր ունի, իրատեսական հիմքեր ունի։ Իսկ ղեկավարության մասով թե առավել շատ մյուս 11-ի արդեն։ Ավելի շատ մյուս 11-ի մասով, ղեկավարության մասով չեմ կարծում, որ նման որոշում կայացվի։ Առնվազն այս ժամանակահատվածում։ Իսկ հետագայում արդեն սրա ճանապարհը ինչպես եք տեսնում։ Ես կարծում եմ, որ սրա ճանապարհը
հանձնվել պայքարն է, եւ սա էլ է այն թեման, որի շրջանակներում ունենք դաշնակիցներ, օրինակ իրազեկման բարձրացման տեսանկյունից էլի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում տեղեկացանք, որ Փարիզի քաղաքապետարանը պատրաստվում է մեծ ակցիա, այսպես ասած, իրականացնել մեր պատանների նկարները տեղադրելով քաղաքապետարանի շենքի արտաքին հատվածում մեծ չափով։ Սա իհարկե ինչ որ իրազեկմանը նպաստելու գործիք է, ոչ թե կոնկրետ ճնշում գործադրելու, բայց էլի քայլ է։ Այսինքն ես կարծում եմ, որ պետք է անդադ անել այնպես, որ մեր հայրենակիցների այնտեղ գտնվելը, պահվելը Ադրբեջանի վրա մեծ գին արժենա, որը եւ նրան կստիպի ազատ արձակել նրանց։ Որը հիմա փաստացի չի արվում, այս տարիներին սա կարող ենք փաստել։ Այո, այս տարիներին եթե արվում է, ապա արվում է միայն սփյուռքյան կառույցների եւ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, մեզ հետ համագործակցող կազմակերպությունների միջոցով։ Իսկ մենք տեսնում ենք, որ օրինակ, պարբերաբար նաեւ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր համաժողովների մասին ընթացքում խոսում են դրա մասին, բայց նրանց մոտեցումը այլ է, նրանց մոտեցումը այն է, որ պետք է խաղաղության գործընթացի շրջանակներում դա լինի, որը ըստ էության այս պարագայում նաև ենթադրում էր նախընտրական շրջանում ազատ արձակում։ Հույս ունենանք, չեմ կարող ցանկացած դեպքում այո, սա ողջունելի պետք է լինի, եթե անգամ գինը դա է, հույս ունենանք, որ գոնե այդ շրջանում էս մարդիկ կվերադառնան։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, նրանց ճակատագրի հետ եւ նրանց հարազատների ապրումների հետ, եւ ցանկացած պարագայում նրանց վերադարձը պետք է ողջունելի լինի։ Քանի որ մենք այս համատեքստում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կարևորեցինք, հիշում եմ, որ շրջափակման օրերին դուք նրա հետ ակտիվ շփումների մեջ էիք, հեռախոսազրույցներ էիք ունենում եւ քննարկում Արցախում ստեղծված իրավիճակը, կխնդրեմ նշեք բռնի տեղահանումից եւ Հայաստան տեղափոխվելուց հետո վերջինիս եւ ՄԻԲ գրասենյակի հետ շփումներ ունենում եք եւ խնդիրները լուծելու ուղղությամբ որևէ աշխատանք նրանց կողմից տեսնում եք։ Շփումներ ունենում ենք հետեւյալը, հետեւյալ կերպ ասեմ, որ երբ որ ինչ որ արցախցի տեղահանված անձ տարբեր հարցերով լինի դիմում է եւ ես գտնում եմ, որ այդ հարցի լուծման համար պետք է օրինակ Հայաստանի մի հաստատության միջամտությունը, ապա փորձում եմ ուղղորդել կամ հենց ինքս անձամբ օգտագործել այդ խողովակը մարդու հարցը խնդիրը կարգավորելու համար։ Ասել, որ բոլոր դեպքերում լուծումներ ստանում է, ճիշտ չէ, շատ դեպքերում ստանում է, բայց կան դեպքեր, որոնց պարագայում հարցը լուծում չի ստանում։ Լինում են դեպքեր, ես որ ուղղակի որպես ինֆորմացիա փոխանակող ասում եմ, ես այդ հարցով չեմ կարող զբաղվել, խնդրում եմ օգտագործեք այս հնարավորությունը։ Այդ պարագայում չգիտեմ, հարցը լուծվում է թե չի լուծվում։ Ամեն դեպքում այդ նման շփումներ կա, չեմ ունեցել որևէ, այո, ոչ պաշտոնապես, միանշանակ ոչ պաշտոնապես, որտեղ պետական քաղաքականությունը այնպեսին է, որ նրանք չեն ընդունում Արցախյան կառույցների գոյությունը, հետևաբար ՄԻՊ-ն էլ հետևում է պաշտոնական ուրեմն ուղղությանը, որևէ ձևով նման շփում չկա, բայց ՄԻՊ հաստատությանը որպես նաև իրենց տեսանկյունից նախկին գործընկեր երևի թե ինչ որ հարց բարձրացնելու դեպքում ավելի մեծ ուշադրություն են դարձնում։ Եվ մենք վերջին օրերին կրկին տեսնում ենք, որ Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, նկատում են, որ թիրախում հատկապես անկախության շրջանում կառուցված եկեղեցիներն ու հուշարձաններն են, Ստեփանակերտում մի քանի եկեղեցի ավերվեց ու այսպես շարունակ։ Ինչու է ադրբեջանական կողմի թիրախում հատկապես անկախության շրջանի հուշարձանները եւ ինչ ճանապարհներ եք տեսնում նման երևույթների կրկնությունը գոնե կանխելու համար։ Գիտեք, ինչն է պատճառը, որ Ադրբեջանը ոչնչացնում է անկախության ժամանակահատվածի եւ չի ոչնչացնում նախորդի ժամանակահատվածում կառուցվածքները, ու նկատի ունեմ միջև 20-րդ դարի սկիզբ, որտեղ դրանից հետո մեծ հաշվով սովետական ժամանակահատվածում եկեղեցիներ կամ նման կառույցներ չեն կառուցվել։ Պատճառը այն է, որ մինչև դա եղած եկեղեցիների ինքնությունն է փոխում, այսինքն դրանք ներկայացնում է որպես աղվանական, ներկայացնում է որպես որոշների դեպքում ռուսական ուղղափառ եկեղեցի, այսինքն փոխում է պատմությունը, խեղաթյուրում է այդ արժեքների պատմությունը, իսկ նրանք որոնք չի կարող օրինակ ասել, որ 2019 թվականին Ստեփանակերտում օծված եկեղեցին աղվանական է։ Հետևաբար
ոչնչացնում է այդ եկեղեցին, վերացնում է հայկական հետքը։ Հստակ քաղաքականություն այնպեսին է, որ վերացնել հայկական հետքը։ Եվ եթե օրինակ դադիվանքի դեպքում, որը հայկական եկեղեցի է, ինքը կարող է պնդել, որ դա աղվանական եկեղեցի է եւ ոչ թե հայկական եւ փորձում է հիմնավորել, ապա, ասենք 2004-6 թվականին կամ 19 թվականին Ստեփանակերտում ոցված եկեղեցին չի կարող։ Հետևաբար պետք է վերացնել։ Երկրորդ հանգամանք ինչու է հիմա դա անում, որովհետև ելի եմ կրկնում, որովհետև պատասխանատվության իսպառ բացակայություն։ Անպատժելիության զգացումն է։ Այո, անպատժելիություն կա, իսպառ բացակայությունն է պատասխանատվության։ Եվ ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ոչ համապատասխան կազմակերպությունները որևէ քայլ չեն ձեռնարկում։ Նաև տեսնում ենք, որ օրեր առաջ, որ Նիկոլ Փաշինյանին հարց է տրվում մշակութային ցեղասպանության մասին, ինքը ասում է ավելի լավ է չխոսենք դրա մասին, այդ հայելային պահանջները նոր կոնֆլիկտ են բերում։ Այսինքն լռել, աչք փակել, որը մեկին չասել, որ մեր ինքնությունը հավաստող կոթողները Ադրբեջանի կողմից ուղղակի ոչնչացվում են եւ այն հայտնի ասացքի նման, որ առանց հիշողության շարունակել ապրել, մոռանալ, ուրանալ, անգամ քո սրբությունների ոչնչացման վրա աչք փակել։ Բայց անգամ այս գնով հայելային տարբերակով Ադրբեջանը չի հրաժարվում։ Իհարկե չի հրաժարվում։ Այնց էլ դասեր չեն քաղում։ Ոչ հրաժարվում է իր պահանջատիրությունից Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքի նկատմամբ, ոչ էլ հրաժարվում է իր այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի գաղափարից։ Ես չգիտեմ, թե ինչքան այս իշխանությունների գոյության պայմաններում ինչքան կձգձգվի այդ միակողմանի պահանջատիրությունը Ադրբեջանի թե կամ ինչ գործողությունների ի վերջո դրան կհանգեն, բայց այն որ սրա մասին չխոսելը հայկական շահերից չի բխում, արցախցիների վերադարձի մասին խոսել, Արցախի նկատմամբ պահանջատիրության մասին չխոսելը կամ լավ Արցախը տնենք մի կողմ ցեղասպանության մասին չխոսելը, այս ամեն ինչը մեզ լավորի չի բերելու, ես դրանում կասկած չունեմ։ Եվ ինչպես կարող ենք կանխել նման դեպքերի կրկնությունը միայն խոսելով, բարձրաձայնելով։ Այո, ես էլի էտել եմ ուզում ասել, որ նախորդի ժամանակում, տեսեք 23-ից մինչև 26 թվականի ընթացքում բազմաթիվ զեկույցներ են գրվել, դաշտադիտարկում է իրական եւ կարծում եմ, որ սա որոշակի առումով ունեցել է իր զսպող նշանակությունը։ Հենց հասկացավ, ադրբեջանական կողմը տեսավ, որ որոշակի թուլացում կա իրեն բանի, նաև Հայաստանն էլ չէ, տեսեք միջազգային հարթակներում Ադրբեջանին այլևս ներկայացնում է որպես խաղաղությանը միտված համատեղ մրցանակներ են ստանում Փաշինյանն ու Ալիևը։ Հետևաբար այդ ֆոնի վրա որ գնաս ու փորձես բոլոր հնարավոր միջոցներով ասել, որ Ադրբեջանը հանցագործ երկիր է, որտեղ իմ առումով, այնայք որ փորձեմ գնալ եւ խոսել դրա մասին, ասում եմ ինչ կա, բայց պետությունները խաղաղություն են կնքել, ինչի մասին ես խոսում։ Այս ստեղծված անպատժելի կամ իր համար բարենպաստ ֆոնը ազատ է արձակել Ադրբեջանի ձեռքերը եւ նրա արդեն փորձը քանդելու է։ Միջև դա օրինակ տեսեք, Քարին տակ համայնքում վերացրել է բոլոր տները, բայց եկեղեցին թողել է կանգուն։ Ինչով սա բացատրել։ Հին եկեղեցի էր հավանաբար։ Հին եկեղեցի էր, բայց հանգիստ, ասենք եթե այդ եկեղեցին էլ վերացներ, որևէ մեկը, այսպես ասած, Շուշիի կանաչ ժամ եկեղեցին հին չէր, բայց վերացրեց։ Այո։ Ինչ որ զսպող հանգամանք կար, թե խոսելը, բարձրաձայնելը տարբեր հարթակներին այդ տեղեկատվությունը փոխանցելը, հիմա տեսնում ենք, որ դա էլ չի աշխատում։ Եվ պարոն Ստեփանյան, նշեցիք, որ արցախցիների շրջանում քաղաքացիության որոշակի աճը պայմանավորված է ընտրական գործընթացների նկատմամբ, նաև ընտրական գործընթացի նկատմամբ նրանց հետաքրքրությամբ, կարող եք նշել արցախցիները որ ուժերի առավել իրենց հույսը որ ուժերի հետ են կապում դաշտում առկա եւ մարդիկ ինչ իրողություններ հաշվի առնելով պետք է ընտրություններում քվեարկելիս իրենց որոշումը կայացնեն հիմնականում։ Մի քիչ այդ շատ քաղաքականացված հարցին ամեն դեպքում վստահ եմ շփումներ ունենում եք մարդկանց հետ, ինչ տրամադրություններ կան։ Պարզ է հիմնականում ընդդիմադիր ուժերին են քվեարկելու ամենատարբեր, բայց եկեք ես անուններ չտամ, մի քիչ այդ առումով ճիշտ չեմ համարում, լավ, այսպես ասեմ, հիմնական առաջատար ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը, որոնց որ շատ արցախցիներ քվեարկելու են։ Ինչպես առաջնորդվել, ես կասեմ, ես օրինակ
ինչ ուշադրություն կդարձնել այն քաղաքական ուժերին, որոնք որ չեն հրաժարվել Արցախի նկատմամբ մեր իրավունքներից, եւ սա մի հանգամանք եւ երկրորդ իհարկե միջև հետ վերադարձի հնարավորությունը մարդիկ պետք է ապրեն Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ կյանքով, պետք է նաեւ ուշադրություն դարձնել թե տարբեր ծրագրերում սոցիալ տնտեսական ինտեգրման ինչպիսի ծրագրեր են առաջարկում տարբեր քաղաքական ուժերը, այս երկուսը համատեղված եւ վերադարձի իրավունքի վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունեն իդեպ այստեղ ես իմ դժգոհությունը ունեմ, որովհետեւ կարծես չեն խոսում այս մասին։ Այո, կարծես չեն խոսում, որոշներին, որ ներկայացնում ես այդ դժգոհությունը, ասում են դե հիմա նախընտրական շրջանում շատ դրա մասին չենք կարող խոսել, բայց մարդիկ պետք է հստակ իմանան, թե ուժերից որ մեկը ինչպիսի դիրքորոշում ունի եւ ինչպես է դա պատկերացնում։ Եվ երկրորդ հանգամանք, ինչպես այսօր նշեցի, սոցիալ-տնտեսական հանգամանքները տեղահանվածների ինտեգրմանը վերաբերող։ Իսկ այս առանցքային ուժերը ունեն այդ պատկերացումները գոնե ձեր դիտարկմամբ, թե ինչպես պետք է լինի, թեկուզ անգամ եթե քիչ են խոսում։ Չեմ կարդացել իրենց ծրագրերը, բայց շփումների արդյունքում այո որոշակի հուսադրող բան կա, որ այնպես չի, որ այդ ուժերը ամբողջությամբ հրաժարվում են Արցախից։ Իհարկե պարզ է, որ զգուշավոր են, բայց օրակարգում ունեն։ Եվ պարոն Ստեփանյան, վերջում մի հարց, ավելի ցավոտ հարց, գործող իշխանությունը արցախցիների շրջանում աջակցություն ունի, թեկուզ շատ սակավաթիվ փոքր մարդկանց շրջանում, որովհետև վերջերս մի միջոցառում էր անցկացվել կառավարության ղեկավարի կողմից, այնտեղ որոշ թվով արցախցիներ ներկա են, այնտեղ հասկանալի է մի մասը վարչական ռեսուրսներ, պետական համակարգում աշխատող արցախցիներն էին, բայց մյուսները նաև որոշ թվով նաև շարքային քաղաքացիներ մենք տեսանք այնտեղ։ Այս աջակցությունը ինչ մակարդակի վրա է։ Կլինեն, իհարկե կլինեն աջակցողներ, հիմա Արցախյան հասարակությունը, ես միշտ դա եմ ասում, որ երկու մոտեցում կա արցախցիների նկատմամբ, մի մասը վատաբանում է, մի մասն էլ իդեալականացնում է։ Այդպես չպետք է լինի։ Արցախյան հասարակությունը նույն հասարակությունն էր հայաստանյան, որը ունի իր բոլոր, այսինքն նույն այն ինչ թերություններ կամ առավելություններ հայ հասարակության մեջ առհասարական, նույն փոքր պատկերով նաև արտահայտված էր Արցախյան հասարակության մեջ։ Հետևաբար այո, Արցախյան հասարակության մեջ եւս կան այս իշխանություններին սատարող մարդիկ, իհարկե մեծ չի քանակը։ Բայց անգամ այս ամեն ինչից հետո, պարոն Ստեփանյան։ Դե ինչ ասես։ Հիմա տունը կորցրած մարդը ինչպես է Նիկոլ Փաշինյանին աջակցում։ Եթե ուզում եք իմ կարծիքը ասեմ, թե արդյոք այդ մոտեցումը, այդ մարդկանց այդ դիրքորոշումը ինձ համար ընդունելի է թե ոչ, իմ կարծիքը միանշանակ է ոչ, բայց ես ինչպես կանխեմ այդ մարդկանց նման մոտեցումը։ Իսկ ինչով են դա հիմնավորում։ Գիտեմ, որ օրինակ ինչ որ հարցումների արդյունքում խոսքը 2-3% մասին էր։ Հիմա չգիտեմ, միգուցե փոխվել է, որովհետև մի քիչ ավելի վաղ ժամանակի հարցման մասին եմ ասում, բայց ամեն դեպքում կան, դե դուք նշեցիք, որ մի մասը վարչական ինչ-որ արտոնություններ է ստացել, մի մասը միշտ էլ այդ բանի կրողն է եղել, ինչ ասեմ։ Քարոզչության դերն է որոշակի զգացվում։ Այո, բայց մեծամասնությունը չի համակրում, եւ դա շատ լավ գիտեն գործող իշխանությունները։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Կհանդիպենք։